Շնորհակալ եմ հարցի համար, նախ ուզում եմ ասել, որ հազարավոր հեկտարներով հողեր, որոնք նախկինում պատերազմական իրավիճակի բերումով չէին մշակվում, այսօր այդ հողերի մշակման վերաբերյալ ոչ մի խոչընդոտ չկա, եւ ձեր ասած պորտալում ենթադրում եմ այդ տվյալները չկան։ Երկրորդը, մենք ասել ենք եւ ասում ենք, չի կարելի իրականությանը նայել միակողմանի, որովհետև դիրքեր կան եւ մեր տարածքում դիրքեր կան եւ մեր տարածքից դուրս եւ խնդիրներ կան սահմանազատման գործընթացում այդ խնդիրները պետքա լուծվեն ընդ որում տարածաշրջանային կապուղիների բացման համատեքստում առաջինը կապուղիների անցման հատվածների սահմանազատման եւ սահմանագծման հարցը պետքա լուծվի Եվ շատ կարևոր է արձանագրել, որ դե յուրե այդ խնդիրը լուծված է, այդ խնդիրը լուծված է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգով, որը ազգային ժողովի կողմից վավերացված է։ Եվ մենք էլի պետք է առերեսվենք այս խնդիրներին եւ քայլ-քայլ գնանք լուծել։ Այսինքն այդ տարածքների խնդիրը կա բայց այդ տարածքների խնդրի լուծման իրավական բանաձևը ընդունված է, արձանագրված է եւ ավելորդ նյարդայնանալու կարիք այդ թեմայով չկա, որովհետեւ կանոնակարգված գործընթաց է, որը գնալու է առաջ եւ ինչպես գիտեք կան բարդ տեղեր, բարդ հատվածներ, որտեղ լրացուցիչ աշխատանք է պետք, որպեսզի մենք մարդկանց համար լրացուցիչ դիսկոմֆորտներ չստեղծենք եւ մարդկանց բնականոն կյանքը ոչ միայն չդժվարացնենք, այլև հարմարավետ դարձնենք։ Իմիջայլոց ճիշտ լավ հիշեցրեցիք, որովհետեւ ժամանակ չեղավ որ պատասխանեմ։ Սահմանազատման գործընթացը այսօր էլ շարունակվում է, որովհետեւ սահմանազատման հանձնաժողովները հաղորդագրություններ եղել են, բազային փաստաթղթեր են ընդունում աշխատանքային կարգով եւ առաջիկայում էլ կանոնակարգեր, ինչպես պետք է այդ ամեն ինչը լինի, առաջիկայում էլ այդ աշխատանքը շարունակվելու է։ Շատ կարևոր է, որ սահմանազատումը դառնա մաքսիմալ կանխատեսելի, որպեսզի մենք անորոշություններից հնարավորինս խուսափենք։ Եվ սահմանազատման արդյունքում այդ բոլոր խնդիրները կլուծվեն։ Երբ է սահմանազատման շուրջ աշխատանքը անընդհատ է, քանի դեռ այն չի ավարտվել։ Վարդենիստցիները ինձ նոր պետք է չլսեն, վարդենիստցիները ինձ լսել են, բազմիցս են լսել եւ լսածի վերաբերյալ արտահայտել են իրենց վերաբերմունքը ընտրությունների ընթացքում։ Այսինքն իմ ասածի մեջ, եթե ձեզ համար կան մեծ նորություններ, վարդենիստցիների համար չկան նորություններ եւ վարդենիստցիների պրոբլեմներն էլ մեզ համար նորություն չեն եւ վարդենիստցիները գոհ են եւ շնորհակալ են, որ իրենց տներում կրակոտ չի լսվում եւ իրենց տների ուղղությամբ չեն կրակում, չի նշանակում, որ իրենք համարում են, որ այլ հարց չկա, որը պետքա լուծվի։ Այդ թվում այո, ձեր նշած հարցերը պետքա լուծվի, արուտավայրերին հասանելիություն եւ այլն եւ այսպես շարունակ։ Բայց ելի եմ ասում, այսօր որևէ նախրապան մտավախություն չունի, թե երբ որ ինքը նախիրը արարածացնում կամ հոտը արարածացնում, իր վրա կարող են կրակել։ Այդ ամենակարևոր բանն է։ Ես նկատի ունեի, որ շատ տարածքներ կան, որ նախկինում հնարավոր չի եղել գյուղատնտեսական մշակման ենթարկել, հիմա այդ հնարավորությունները բացված են 2025 թվականից։